Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում հինգշաբթին այսօր ես հյուրընկալել եմ ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, սիրով։ Պարոն Խաչատրյան, խոսակցություն թերևս սկսենք դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում Հայաստանի տեղի ունեցած քննարկումից, որ նվիրված էր Արցախի սահմանադրության ընդունման հերթական տարելիցին եւ բացի այդ նաեւ ունեցավ լսումներ այսպիսի ձևակերպում դա ինչ կարող ենք համարել պաշտոնական մաս որևէ կար պաշտոնական ներկայություն կար այդտեղ թե ուղղակի ասենք հավաքվել էինք մեր հարցերի շուրջ խոսելու Չէ, ամենաբարձր մակարդակով կազմակերպված էր։ Երեք Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում հրավիրվել են խորհրդարանական լսումներ, նվիրված Արցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեին եւ, ինչպես նշեցիք, սահմանադրության ընդունմանը եւ լսումների թեման վերադարձի իրավունքն էր։ Արցախի Հանրապետության սահմանադրության ազգային ժողովի կանոնակարգին համապատասխան հրավիրված խորհրդարանական լսումներ էին, ներկա էր ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարողը, գիտեք, նախագահան Վերընկեր Դավիթ Իշխանյանը Ադրբեջանի բանտումը, ներկա էր ազգային ժողովի նախագահի պարտականություններ կատարողը, ազգային ժողովի նախագահը, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, պատգամավորել նաև Հայաստանից, ինչպես նաև Հայաստանի քաղաքական, հասարակական, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, բավականին բարձր մակարդակով կազմակերպված լսումներ էին, իհարկե մանավանդ փորձագետների կողմից եւ այլ ելույթ ունեցողների ելույթների հետ կարող է իհարկե չհամաձայնվել, յուրաքանչյուր մարդ ազատ է իր կարծիքը հայտնելու, բայց որպես նշանակալից իրադարձություն եւ բարձր մասնակցությամբ անցկացված իրադարձություն դա բավականին ուրեմն գովելի եւ կարեւոր իրադարձություն էր եւ Արցախի ղեկավարության կողմից հնչած ուղերձները, որ վերադարձի իրավունքը իրենց համար առաջնային է, կարծում եմ արտահայտում է Արցախի ամբողջ ժողովրդի ցանկությունները։ Այո, Արցախի ժողովրդի անունից խոսել կարող են միայն Արցախի իշխանությունները։ Արցախի ժողովրդի անունից կարող են խոսել բացառապես Արցախի ընտրված իշխանությունները, բայց առնվազն այս հարցում մենք տեսնում ենք, որ կա Արցախի Հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի կարծիքների 100% համընկնում։ Ինչը չի ասի Հայաստանի ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների մասին։ Եվ կարծես գիտեք համընկավ Փաշինյանի Գերմանիա այցի հետ, որտեղ Հայաստանի վարչապետը քանիցս ուրեմն խոսեց, արտահայտեց այդ միտքը, որ Արցախ վերադարձի թեման մենք ենք անում, Ղարաբաղ վերադարձի, իսկ արևմտյան Ադրբեջան խոսույթը հանում է Ադրբեջանը, այսինքն երկուստեք խուսափում ենք կամ հրաժարվում ենք այդ խոսույթներից։ Այստեղ չստացվեց արդյոք, որ Փաշինյանը հավասարության նշան դրեց մի տեսակ, օրինակ Արցախ վերադարձի հարցը, որ արցախցիների անբեկանելի ուրեմն իրավունքն է, հանկարծ համեմատություն մեջ մտավ Ադրբեջանի այդ խոսույթի հետ արևմտյան Ադրբեջանի մասին։ Այս թեզը կամ այս թելը Փաշինյանը եւ իր իշխանությունը թելում են շուրջ 2 տարի, որ եթե մենք հանկարծ խոսենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ադրբեջանցիները կխոսեն Ադրբեջանի վերադարձի իրավունքի մասին։ Իրենք այդ թեզը հանել են, այդ քաղաքական խնդիրը հանել են իրենց քաղաքական օրակարգից, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար պարտադրում է Հայաստանին, ուրեմն քննարկել ադրբեջանցիների վերադարձի խնդիրը, գոնե այդ հարցի շուրջ կոնսուլտացիաներ սկսել, ավելին ասեմ,
Ոչ թե Ադրբեջանը եւ Հայաստանը, այլ Ալիևը հիշում եք, չէ՞ ինչ էր ասել, գնացեք խոսացեք Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այսինքն հերիք չի ինչ-որ մի հատ Արևմտյան Ադրբեջան են բստրել, դեռ մի հատ էլ դա ինստիտուցիոնալիզացրել են եւ մի հատ էլ ասում են դրա ղեկավարի հետ հələ եկեք մի հատ բանակցեք, այսինքն այս թեզը գոնե նախորդ 2 տարին ապացուցում են, որ ձախողվել են։ Դա մեկ, երկրորդը հայերը միայն Արցախի հանրապետությունից չեն քշվել, չէ՞։ Բաքու, Սումգայիթ, Շամխոր, Մինգեչաուր, Գանձակ, Նախիջևանի ինքնավար հանրապետություն, Հյուսիսային Արցախ, Արցախի հանրապետություն, այսինքն եթե ադրբեջանցիները Ադրբեջանը բարձրացնում է ադրբեջանցիների վերադարձի, ճակերտավոր վերադարձի հարցը, այդ դեպքում հայկական կողմն էլ կարող է վերադարձնի Բաքու, Սումգայիթ, Շամխոր, առնվազն 300,000 հայ Շատ մասներ ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք ասում։ Նախիջևանի ինքնավար հանրապետություն վերադարձի իրավունք։ Երկրորդը, այո, մենք տեսանք, որ 80-ականների ամենավերջին 90-ականների սկզբներին տեղի ունեցան ժողովուրդների վերաբաշխումներ, լավ սենց ասեմ։ Ադրբեջանցիները Հայաստանից գնացին, հայերը Ադրբեջանից։ Արցախի հանրապետությունն էս Ադրբեջան չեմ համարում։ Բայց տարբերությունը էական էր, այսինքն մարդիկ մահից, մազապուրց փախնում են Սումգայիթից, Բաքվից, Գանձակից, իսկ ստեղի ադրբեջանցիները, այսինքն առոք-փառոք Մասիսում իրանց հյուրակը փոխարինում են Բաքվում 3 սենյականոց բնակարանի հետ, ադրբեջանցիներին բացարձակ մեծամասնությունը ոչ թե արդար, այլ մի բան էլ ավելի փոխհատուցում է ստացել, բայց թե փոխհատուցում են ստացել գնացել են, էլ ինչ վերադարձ, էլ ինչ գույքային իրավունքներ, այնպես որ Փաշինյանի էս ասածը սին է, սուտ է, հիմա հարց է, իսկ ինչու է Փաշինյանը դա ասում, որովհետև Ալիևն ասել է մտքովը չանցնի արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի մասին խոսես, հեսա էլ չի կարող խոսեն, որովհետև ինքը հասկանում է, որ իր իշխանությունը մնալը Ալիևի քմահաճույքից է կախված, դրա համար պետք է մի ձևի ադրբեջանական պահանջը փաթեթավորի եւ հրամցնի Հայաստանի հասարակությանը։ Եվ իդեպ էս 4-րդ հանրապետություն ասած, իրական Հայաստան ասած էս ցնդաբանությունը, դա էլի ադրբեջանական պահանջ է Հայաստանին հրամցնելու ձևերից մեկն է։ Գիտեք, ինքը կոմպրադորական քաղաքականություն է վարում։ Ինքը դասական կոմպրադոր է։ Ինքը միջնորդ է ադրբեջանական օկուպանտների, ագրեսորների եւ Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի միջեւ։ Եվ գիտեք, կարող է հարցը այնտեղ հասնել, որ Հայաստանի իշխանությունները ստացվի, որ ոչ միայն չեն քաջալերում այդ վերադարձը, այլև դրա դեմ են գործում, այն իմաստով, որ ընդհանուր կարող են ձերբակալություններ լինել, որովհետև Փաշինյանն ասում է, որ այդ խոսույթները կարող են պատերազմի պատճառ դառնալ։ Իրանք դա չեն թաքցնում, իրանք ասում են, որ այդ խոսույթը կարող է բերել լարվածության աճին, կարծես թե հիմա լարվածություն չկա, էլի ադրբեջանցիները, որ բույն են դրել ջերմուկում, կարծես դա լարվածություն չի։ Եվ ես ձեզ հիշեցնեմ, եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանական գրոհը երբ սկսեց, երբ Ժնևում շվեյցարական խաղաղության, ուրեմն նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցել խորհրդակցություն, քննարկում մասնակցել էր Վեհափար Հայրապետը եւ խոսել էր արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Եվ դրանից անմիջապես հետո սկսեց Նիկոլ Փաշինյանի այդ կիսալուսնյաց արշավանքը Հայաստանի Ծառաքելական Սուրբ եկեղեցու։ Դա հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ Երևանում էր Եվրանեստի խորհրդարանական վեաժողովը եւ ԿՊԱ-ական պատվիրակները ասացին, որ այդ հարցը վերադարձի իրավունքի հարցը ապահով միջազգային անվտանգային երաշխիքների ներքո իրենց օրակարգում չեն եւ ինչպես եվրոպական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ ինձ առանձին մոտեցան եւ ասացին, որ ձեր իշխանությունները աշխատում է, որ մենք այս բանաձևի օգտին չքվեարկենք։ Սոցիալիստները քվեարկեցին, ծայրահեղաչերը քվեարկեցին, իսկ Եվրոպայի ժողովրդարական կուսակցության ներկայացուցիչները ձեռնպահ մնացին։ Միակ դեմ քվեարկողները
եղել են ԿՓԱ-կան պատգամավորները, մեկից բացի։ Ահա։ Եվ դարձյալ վերադարձի հարցի մասին, դա այսօր կարևորվում է նաև այն իմաստով, որ մինչ այս եղած Միսկի խմբի համանախագահների բոլոր հայտարարություններով միշտ կետը եղել է, որ Արցախի վերջնական ճակատագիրը որոշվում է հանրաքվեով, այսինքն այնտեղ այդ հողի վրա հայերի առկայությամբ։ Հիմա սրանից էլ եթե մենք հետ ենք քաշում, նշանակում է ընդհանրապես նախ Մինսկի խմբը արդեն չկա, ընդհանրապես Արցախի հարցը համարենք լուծված, այսպես փակված եւ այլն։ Այսօրվա իշխանությունները պաշտոնական Երևանը հենց չի կողմնորոշվում, թե երբ համարի, թե Արցախի էջը փակված է։ Վահագն Խաչատրյանը խոսում էր 1991 թվականի մասին, դրա մասին խոսում էր նաև Նիկոլ Փաշինյանը, թե իբրև թե Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս դեռևս 91 թվականի դեկտեմբերին, երբ ընդունվեց Ալմաթայի հռչակագիրը։ Բազմաթիվ անգամներ եմ ասել, որ դա զառանցանք է, Ալմաթայի հռչակագիրը իրավական ուժ չունի, դա միակ պրոտոկոլային թուղթն է, որի տակ նախկին սովետական միության ղեկավարներն են ստորագրել ու բացառությամբ իհարկե մեր Բալթիկայի, որ Ադրբեջանը չի վավերացրել Բելովեժյան համաձայնագիրը, որով ինքը միացել է ԱՊՀ-ին, որ Ադրբեջանը հետ է կանչել իր ստորագրությունը Ալմաթայի հռչակագրի Մեր վերապահումները 91-92-ի սկզբին, մեր վերապահումները, բայց Սևին Սապոնն ինչքանի, Խևին Խրատն ինչքանի։ Եվ երբ Արցախյան հակամարտությունը միջազգայնացավ, եւ ԵԱՀԿ-ն դարձավ այն հիմնական կառույցը, որը միջնորդ էր հանդիսանում ԵԱՀԿ-ն այն ժամանակ, խորհրդաժողովը, Եվրոպայում անվտանգության հետ համագործակցության։ Ընդունվեց որոշում, որ պետք է հրավիրվի Մինսկի խորհրդաժողով, որտեղ պետք է քննարկվի Արցախի ապագա իրավական կարգավիճակ։ Դա դեռ 92 թվականին էր։ Եվ Հայաստանը ի դեպ 96 թվականին վետո դրեց ԵԱՀԿ-ի գործողնախագահի հայտարարության վրա, որովհետև ասում էր մի կողմից որոշում է կայացում ԵԱՀԿ-ն, որ պետք է հրավիրվի խորհրդաժողով, դու ուզում ես կանխորոշես ճակատագիրը, ապագա կարգավիճակ։ Եվ 97-98 թվականից, 7-ի վերջից 98-ից արդեն առաջարկվող նախագծերը կարգավորման չէին դիտարկում Բաքու Ստեփանակերտ ուղղահայաց ենթակայություն։ Քիվեստը մի կողմ թողած, որտեղ Քիվեստը հավանաբար քննարկված ամենահանապաստ կարգավորումն էր, որով ենթադրվում էր, որ Արցախի հանրապետության լղիմ սահմաններում որոշակի հատուկ կարգավորում կար Շուշվա համար եւ Լաչինի Միջանցքի նկատմամբ սուվերենության դիմաց, այսինքն դա դառնում էին Հայաստանի տարածք, Հայաստանն Ադրբեջանին տրամադրում էր Միջանցք, որը ի դեպ ի տարբերություն այսօրվա թրիփի չէր խոչընդոտում Հայաստան-Իրան սահմանի բնականon գործունեությունը։ Տեղի ունենում Միջանցք, Արցախի եւ Լաչինի Միջանցքի դիմաց։ Դրանից բացի մնացած հետո արդեն 2004-ից եւ 2005-6-ից ավելի բյուրեղացած կարգավորման բոլոր առաջարկություններում, լինի դա ուրեմն մադրիդյան սկզբունքներ, լինեն դրանք Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան եւ այլն, նրանք նախատեսում էին, որ Արցախի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվեր համաժողովրդական ուրեմն կամ արտահայտության միջոցով, որին մասնակցելու էր Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը, այն համամասնություններով, որ ապրում էր Արցախում մինչև 88-ի փետրվար, եւ օրակարգը ոչինչով սահմանափակված չէ։ Այսինքն արցախցիները կարող են իրենց քվեով որոշել, միանում են Հայաստանին, թե ոչ, հայտարարում են անկախ պետություն, թե ոչ, ուզում են վերադառնալ Ադրբեջանի ենթակայություն, աբսուրդ է, բայց ոչինչով սահմանափակված չի դա։ Բոլոր հարցերը ուզում են, չգիտեմ, Սողոմոնյան կղզիների հետ համադաշնություն կազմել, թե չէ։ Սա է իրականությունը, այսինքն միջազգային հանրությունը ընդունել էր, որ Արցախի վերջնական իրավական կարգավիճակը դեռևս պետք է ճշգրտվի
Հիմա որ ասում են, աշխարհ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, խոսքը գնում էր ապագա իրավական կարգավիճակի մասին։ Եվ Ադրբեջանը հիմար չի, որ Հայաստանին պարտադրեց համատեղ դիմում ներկայացնել Մինսկի խումբը եւ ընդհանրապես կառույցները լուծարելու պահանջով, ում խնդրանքով։ Այս իշխանություններն ասում են, դե խումբը չէր գործում, դրա համար մեզ ինչ կար, չկար, դե Ադրբեջանը դիմեց, դրա համար մենք դիմեցինք։ Այդ խումբը քեզնից ոչ հաց էր ուզում, ոչ ջուր էր ուզում։ Այսօր չեն խոսում իրար այդ ամերիկացիք եւ ամերիկացիք եւ ռուսները խոսում են։ Ռուսներն ու ֆրանսիացիք վաղը իրավիճակ է փոխվել։ Եվ վաղը կարող է լինի 2 շաբաթից։ Լավ, գոնե մինչև տարեվերջ խոսակցություններ կան, որ ուկրաինական հակամարտության ինչ որ կարգավորման գոնե սկզբունքները կարող են համաձայնեցվել։ Հիմա թե Ադրբեջանը պահանջում է, ուրեմն դա իր համար արժեք է, ռիսկ է։ Ինչի գնացիր Ադրբեջանի դդուկի տակ հերթական պարապարել։ Եթե դիմում էիր փոխարեն Ադրբեջանից, ինչ ստացար։ Հասկանալի։ Եվ այդ փաստաթղթերի մասին, որոնք դուք հիմա նշեցիք, Հանրապետության 3 նախագահներն էլ խոսեցին, Նիկոլ Փաշինյանը այս վերջին ուրեմն հրապարակումից հետո յուրաքանչյուրն իր ժամանակով, իր բանակցածով, յուրաքանչյուրն իր գնահատականներով այդ ամենի ուրեմն Չէ, իդեպ ես նշեմ, որ ես իմ գրքում ավելի շատ փաստաթուղթ եմ հրապարակել, հիմա դա եմ ուզում, այդ մասն կուզենայի, որ հիմա խոսեինք։ Փաշինյանն իհարկե այդ բոլոր արձագանքներին ուրեմն ուներ ընդամենը մի պատասխան, թե իբր այս բանակցային գործընթացը եղել է այն մասին, թե ինչպես Ադրբեջանի կազմում թողեն Ղարաբաղը, բայց իրականում դա չէ, դա ճշմարտությունը դա չէ, անշուշտ կան արդեն ուսումնասիրություններ, այդ թվում նաև ձեր երկաթորյակը, որտեղ հսկայական թվով փաստաթղթեր են բացվել, նայվել, ուսումնասիրվել, մեկը մյուսի հետ համեմատվել եւ ինչ կասեիք այ որպես հենց այդ գործը ուսումնասիրած ուրեմն հետազոտող, ես այսպես կասեմ։ Լավ, ես ասեմ սենց, այն ինչ որ ինքը հրապարակել է, ամբողջական չի։ Այնտեղ առնվազն 2 խոշոր բլոկ բաց են թողնվել։ Մեկը 93 թվականի ՀՀԽ Մինսկի 9-յակի առաջարկություններ էին, որտեղ իրենք այդ նույն տրամաբանությամբ էին տալի, բացում է խորհրդաժողովը, կարգավորվում է Արցախի իրավական կարգավիճակը, սկսվում է զորքերի դուրսբերումը, իդեպ ոչ միայն պահանջ կար, որ Արցախի ստորաբաժանումները դուրս գային, ենթադրենք ակնայից, այլ նաև պահանջ կար, որ Ադրբեջանը դուրս գար Մարտակերտից։ Հասկանում եք, պահանջ է, դուրս արի Մարտակերտից։ Այսինքն, եթե Ադրբեջանն ասում է սկզբից հետևանքները վերացնենք, հետո անցնենք կարգավիճակի, դա ասում են հետևանքները ես վերացնում, ուրեմն դու էլ դուրս արի Մարտակերտի շրջանից։ Դա մեկ եւ երկրորդը չկար այսպես կոչված Մադրիդյան ներողություն եմ խնդրում, նորացված Մադրիդյան սկզբունքներ։ Այդ մասը ընդհանրապես բաց է թողնված։ Չկար Քիվեսյան փաստաթուղթը։ Սա ընդհանրապես աբսուրդի ժանրից է։ Այս իշխանությունները չկար, իր թերթում այնտեղ գրել էր հոդվածում։ Ուրեմն աբսուրդի ժանրից է, իշխանություններն ասում են, այ Քիվեստով մեղրի փոխանակում է տեղի ունենալու, ՀՇ-ականների անուններ են, ՀՇ-ականներն են դրա մասին խոսում։ Հետո ինքը լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ, ասում է շտաբից ստացել եմ սենց թուղթ, որտեղ ասում է իբրև թե մեղրին տալիս են, Ղարաբաղը վերցնում ենք եւ այլն։ Հոդվածը կար, փաստաթուղթը չկա։ Աղբյուրը։ Ասում ենք փաստաթուղթը ուր է, ասում ենք փաստաթուղթը չունեինք։ Լավ որ չունես։ Դատողություն ինչպես ես անում բովանդակության վերաբերյալ։ Այդ դառնում է տիպիկ սովետական միություն, կհիշեք, որ ասում են դոկտոր Ժիվագոն չեն կարդացել, բայց Պաստեռնակին քննադատում են։ Բա որ չես կարդացել, չես տեսել։ Բովանդակության մասին, այդ ինչ փիլիսոփայություն է։ Հիմա մյուսը լավ դու համարյա 8 տարի, չէ, դեկտեմբեր ամիսն ենք։ Մայիսին ինքը դարձել է վարչապետ։ 5 ամիս հետո։ Այս ամբողջ ժամանակում, բա ինչի ռուսներից, ամերիկացիներից, ֆրանսիացիներից, ԵԱԿ քարտուղարությունից չես ուզել այդ փաստաթուղթը։ Մի կողմից ասում ես
Ինձ 19 թվին սեղմագիր են ներկայացրել համանախագահները, որը սուտ էլի, համանախագահների գործառույթի մեջ Ես եկա ասեցի նոր մարդ եմ, չգիտեմ։ Լսեք, համանախագահների գործառույթի մեջ սեղմագիր պատրաստելը չի մտնում։ Ինքը նոր մարդ է, բայց երկիրը օնոր չի, թող բռնեն սեղմագիր կազմեն իր աշխատողները տային իրան։ Եվ դրանից բացի ինքը 19 թվի հունիսին է իր ասելով ստացել սեղմագիրը, երբ տարուց ավել բանակցում էր։ Խելամիտ կրեն, թե ասել ես խնդրել եմ իրանք էլ ընդհանրենք ասեն, ես չի լավ տղա է, սեղմագիրը տվել են 18 թվականի հունիսին, բայց ոչ 19 թվականի հունիսին։ Ինչևէ, այսինքն դա բացահայտ սուտ է եւ կեղծիք է։ Ինքը գիտեր ինչ է Կիվեսյան փաստաթղթում, ուղղակի գերադասել է, ասել կորացել չունենք, չկա, դե որ չկա, ինչ ասես։ Իսկ ներողություն, շատ ներողություն, իր զրո կետից բանակցած որևէ բան հայտնի է։ Հիմա գալիս է, ինչևէ, Կիվեսի հետ կապված ես իմ Facebook-յան էջում հիմնական հոդվածները հրապարակել եմ, որով հստակ նշվում է Հայաստանը ինչ էր տալիս էր սուվերեն անցում մեղրիով, ստանում էր Արցախի հանրապետությունը եւ որոշակի լայնությամբ Լաչինի միջանցք։ Հիմա իր զրոական կետը ստեղ շատ կարևոր ճիշտ հարց եք տալիս։ Անկախ նրանից ինչա քննարկվել 92 թվականի մայիսին Թեհրանում կամ 91 թվականի սեպտեմբերին Ժելեզնավոցքում կամ 2001 թվին Քիվեսթում կամ 2007 թվին Մադրիդում, եթե դու սկսում ես նոր կետից, զրոական կետից, սա գնում է արխիվ։ Հետևաբար դու չես կարող ասես ես ստացել եմ նես ծանր վիճակ, արդեն Ղարաբաղը կորցրել էր անկախ լինելու բոլոր տեսական եւ գործնական հնարավորությունները։ Կապ չունի, դու ասում ես ես սկսել եմ զրոական կետից, ինչի ես հասել։ Եվ թուղթը, որը ինքը հրապարակում է 19 թվականի մայիսի ներողություն հունիսի, կարծեմ հունիսի 20-ին եղել է հանդիպումը Միացյալ Նահանգներում, այդ թուղթն է, որը ասում է սեղմագիր է, չէ, սեղմագիր չի, դա առաջարկություն է։ Հիմնված են առաջարկությունների վրա, որոնք Հայաստանին սկսել էին ներկայացվել երևի 12, 14, 15 այդ թվականներից։ Լավրովի պլան ասած, դա Լավրովի պլանի մոդիֆիկացիաներից մեկն էր, որտեղ հստակ նշվում է, որ Արցախի հետագա իրավական կարգավիճակը որոշվել է կամ արտահայտության միջոցով, որին մասնակցելու է Արցախի ողջ բնակչություն։ Որ Արցախի, տես ինքը ասում է ոչ մի տեղ գրված չէ, իսկ որ պետք է մենակ Ադրբեջան Արցախում անցկացվել, ոչ թե Ադրբեջանում։ Հստակ գրված է Արցախի բնակչությունը։ Արցախի բնակչությունը այդ Բաքվի բնակչություն չի։ Օրակարգը ոչնչով սահմանափակված չի լինելու։ Մինչև հանրաքվեն Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որ ապահովում էր հանրապետության բնականon կենսագործունեությունը։ Արցախի ներկայացուցիչները իրավունք էին ստանում մասնակցել ՀՀԿ աշխատանքներին այն հարցերում, որոնք վերաբերվում էին Արցախին։ Տեղեր ունենում ապաշրջափակում, Արցախի հարավային եւ արևելյան սահմանները հսկելու են միջազգային խաղաղապահ ուժերը։ Հայաստանը դիտվում էր որպես Արցախի հանրապետության անվտանգության երաշխավոր։ Այսինքն Հայաստանը այնտեղ արդեն միջազգային հանրությունը համաշխարհային համաձայնում էր, որ Հայաստանը այնտեղ զորք ունենար 19 թվականին։ Եվ այլևս որևէ մեկը չէր կարող ասել Աշոտ Փաշինյանը ինչ գործ ունի Արցախում։ Փոխարենը Հայաստանը, ներողություն եմ խնդրում, Արցախը իր ստորաբաժանումները դուրս էր բերում 5 շրջաններից Արցախից արևելք եւ Արցախից հարավ, բայց պահվում էր Քարվաճառը եւ Լաչինը, այսինքն ունենում էինք մեծ ապահով սահման։ Քարվաճառը ընդհանրապես անառիկ ամրոց էր։ Մեծ անառիկ սահման ենք ունենում եւ Արցախը ապրելու էր, գործելու էր նորմալ մինչև հանրաքվեն անցկացվի։ Եթե Ադրբեջանը չհամաձայնվեր, ինչ կլիներ, այդ խաղաղապահ միջազգային ուժերը կմնային այնքան, ինչքան հիմա կա։ Իսրայելի եւ Լիբանանի սահմանին, Կիպրոսի խնդիրը ունենք, բայց չէ լինի պատերազմ։ Ես փորձում էի ազգային ժողովում հասկանալ, ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը այդ առաջարկությանը։ Ասում ստեղ գրված է նախագահ։ Լավ։ Թուղթը պետք է ստորագրեին նախագահները Ալիևը եւ Արմեն Սարգսյանը։ Բայց քեզ են տվել, դու ինչ ես պատասխանել։
Չկա այդ պատասխանը, բայց պաշտոնական Երևանի հռետորաբանության սաստկացումից եւ որոշակի գործողություններից հետո հստակ է դառնում, որ Փաշինյանը մերժել էր այդ առաջարկությունը եւ արդեն գալիս է ամենակարևոր հարցը։ Մերժել է չհասկանալով, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ, թե մերժել է հենց ճիշտ հասկանալով, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ։ Եվ ես հույս ունեմ, որ օրը կգա եւ մենք այդ հարցի պատասխանը կստանանք։ Խաչատրյան, եւ վերջին շրջանում մեզ հուզող ամենակարևոր հարցը թերևս հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ սկսված այս գործընթացներն են, որոնք տանում են կարծես մի կետի հասնել կաթողիկոսի հրաժարականին, դրանով իսկ արդեն քանդել բառը չեմ ուզում ասեմ, Բայց ճիշտ բառը քանդել է։ այո, քանդել, ուղղակի քանդել հայ առաքելական եկեղեցին։ Սա կապվում է արդյոք Փաշինյանի այսօր կողմից վարվող արտաքին քաղաքականության հետ, կան արտաքին ազդակներ այստեղ, թե սա ուղղակի, ասենք, այդ մարդուն, ինչպես որ ճանաչում ենք մենք, ուղղակի մի հատ կապրիզ բառն է այստեղ կամ, չգիտեմ, մտասևեռում ունի եւ ինքը ուզում է անպայման ինչ-որ մի բան արած լինի այդտեղ, ինչ-որ բան իր ձևով փոխած լինի։ Չէ, ակնհայտ է, որ այստեղ կա արտաքին ուժերի եւ Փաշինյանի շահերի համադրում, արտաքին ուժեր ասլով Դուք մի բառ օգտագործեցիք, կարծես միջնորդ լինի։ Կոմպրադոր, այո։ Այո, իրանք ռենեգատ կոմպրադորներ են։ Չմոռանանք, որ Փաշինյանի առաջի խայտարակ գրառումը հաջորդել էր Փաշազադեի կոնկրետ հրահանգին, կոնկրետ գնահատականին, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, իհարկե ինքնաց մայկական եկեղեցին վտանգ է եւ իրան պետքա չեզոքացնել։ Այստեղ մենք տեսնում ենք Ադրբեջանի շահագրգռվածությունը եւ տեսնում ենք նաեւ Նիկոլ Փաշինյանի շահագրգռվածությունը։ Այստեղ հարցը չի վերաբերվում Վեհափար Հայրապետի անձին, հարցը չի վերաբերվում Արշակ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, Միքայել Սրբազանի անձերին, այստեղ խոսքը գնում է եկեղեցին քանդելուն։ Հիմա ինքը ճիշտ է, չի ասում եկեղեցին պիտի քանդեմ, ասում է եկեղեցին պետք է դառնա, չգիտեմ, ժողովրդական եւ այլն, բայց իրականոններով առաջնորդվի։ Այս խոսքը գնում է ուղղակի եկեղեցին վերահսկելու իր մոլուցքի մասին, ինքը հասկանում է, որ այն չորրորդ հանրապետությունը, որի մասին ինքը խոսում է, իրականացնի, նշանակում է փոխել ոչ միայն կառավարումը, սահմանադրությունը, չգիտեմ, գերբը, դրոշը, օրհներգը, այլ նշանակում է փոխել հայի էությունը։ Իսկ հայի էությունը մեծապես, էապես հղկվում է եկեղեցու կողմից, որովհետև մեր եկեղեցին ինքը ազգային եկեղեցի է, ոչ միայն քրիստոնեական դոգմաների վրա է հիմնված, այլ նաև մեր էության, մեր ինքնության վրա, իրոք ազգային եկեղեցի է։ Այսինքն շատ երկրներում, երբ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, նախկին ուրեմն իրենց կրոնները վերացել են, չկան։ Մեզ մոտ մենք տեսնում ենք, որ այդ ավանդույթները նաև անցել, դրա համար եմ ասում, ինքը իրոք ազգային եկեղեցի է եւ պայքարելով եկեղեցու դեմ, ինքը պայքարում է մեր էության դեմ։ Այսինքն պատմության եւ էության գենի դեմ, քո էության դեմ է պայքարում։ Եվ ուր կհասցնի այս պայքարը։ Ի վերջո Դե ինքը ուզում է չեն կարող ասել, որ ժողովուրդը աջակցում է նրան կամ դե եթե ժողովուրդը իրան աջակցեր, ինքը սենց իր այդ թատերական խմբակը երկրի մի ծայրից մյուս ծայրը չէր տանի էլի։ Մենք ազդակներ ենք ստանում, որ ընդհանուր այս հարցում էմիսարներ են աջակցում նրան դրսից կրոնական, այսպես ասեմ, հարանվանություններից եւ աղանդներից։ Պետք է գիտեք, ես ինքս բավականին քրիստոնյա եւ ասկան ոչ ման եկեղեցու հետևորդ եմ, այլ նաեւ այս նորից խոսենք, լավ։ Գիտեք, ես եկեղեցու հետևորդ եմ
եւ ինչպես ասում էր Թովմաս անհավատը կամ թերահավատը, մինչեւ ձեռքս չթաթախեմ արյան մեջ մոտ կա այդ տեսնեմ կասեմ, բայց այն որ աղանդների ներկայացիչներ եղել են, մենք դա տեսնում ենք, այն որ Փաշազադեի եւ Փաշինյանի հայտարարությունները համահունչ են, տեսնում ենք, այդքանը կարող ենք ասել։ Առնվազն այդքանը կարող ենք ասել։ Տրամաբանությունը կարող է նաև մեծացնում է նաև այլ շրջանակներ։ Եվ իշխանական մամուլում այսպիսի բաներ սպրդեցին, որ կարծես թե կաթողիկոսի կողմից կա ակնարկ այդ մասին եւ Փաշինյանի մոտ ցանկություն հանդիպել ինչ-որ հարցեր քննարկել։ Դուք տեսնում եք եզրեր, այստեղ այն ամեն ինչ Փաշինյանն անում է եւ այն դիմադրության, որ հայ առաքելական եկեղեցին է ցույց տալիս։ Փաշինյանը կրկնում եմ, Փաշինյանի նպատակը անձը չի։ Փաշինյանի նպատակը եկեղեցու վերահսկողությունն է եւ եկեղեցու դեֆորմացիան ռեֆորմացիայի անվան տակ։ Եվ ստեղ ինքը օրը գիտի ինչպես է ներկայացնում իր տեսլականը։ Հիշում եք սկզբից ասում էր ամուսնացյալ քահանա, հիմա ասում է կանոններով առաջնորդվելով եպիսկոպոս պետք է լինի նոր կաթողիկոսը կամ տեղապահը։ Ստեղ ել եմ ասում, խոսքը գնում է ուղղակի կառավարելի եկեղեցի ունենալը։ Ինքը ունի կառավարելի իրավապահ համակարգ, հիմա իրան պետք է, որ աշխարհիկ իշխանությունից բացի լինի մի հոգևոր իշխանություն, որը կփորձի դեգրադացնել հայ մարդուն, դարձնելով ինչ-որ մի մսագունդ, անհամ, անհոտ, առանց էմոցիայի, առանց երազանքների, առանց իղձերի։ Սա է իր նպատակը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կհանդիպենք, սիրելի բարեկամներ։